Փառք Աստծո, իրապես մեր թանկագին Հիսուս Քրիստոսին ամբողջ փառքերը ու մեր թանկագին Հիսուս Քրիստոսը մեզ հավաքել աստեղ, որպեսզի այս մեր անցողիկ ժամանակը նույնպես թանկագին ժամանակ դարձնի։ Թող Աստծո անունը փառավորվի, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Իրապես երբ որ մի փոքր խորը մտածում ենք, հասկանում ենք, որ այս մարմինը ամեն վարքյան ունի Աստծո խոսքի կարիքը, որ այս մեր անձը, մեր էությունը, ես, մարդը իր բնույթով ամեն վարքյան ունի Աստծո խոսքի կարիքը։ Գիտես, եթե Աստծո խոսքը մեր ներսում չհայտնվեց, եթե Աստծո խոսքը մեր ներսում չփառավորեց, մենք չենք կարող մաքրվենք, մենք չենք կարող սրբվենք, մենք ոնց որ կանք, այդ ձև էլ տարիներով եղել ենք, տարիներով մնացել ենք ու մնում ենք, որովհետև ինչը, քույրեր ջան, եղբայրներ ջան, որ կարդում ենք ավետարանը, մի բան պարզ հասկանում ենք, այն ինչը, որ կախված է Աստծուց, այն ինչը, որ կախված է Հիսուս Քրիստոսից, Աստված պատրաստ է ամեն ինչ, որ մարդը գնա իրան, Աստված պատրաստ է ամեն ինչ անելու, բայց հենց որ հերթը հասնում է մեզ, որ մենք պետք է մեր քայլը անենք, հենց հերթը հասնում է մեզ, որ ես պետք է Տիրոջ ձայնը լսեմ ու կատարեմ, քույրեր ջան, եղբայրներ ջան, այ հենց այդտեղ ես կաղում եմ, հենց այդտեղ արդեն ես տեսնում եմ, որ ես Տիրոջ ձայնը լսում եմ, ես ճշմարտությունը գիտեմ, բայց ես քայլ չեմ անում, ու ես լավ գիտեմ, ինչի չեմ այդ քայլը անում, ու ես լավ գիտեմ հոգևոր կյանքում, որտեղ եմ հասել, ու երկրորդ քայլը, որ պետք է անեմ, այդ քայլը չեմ անում, ինչի համար, թող Աստծո անունը փառավորվի, տեսեք, քույրեր ջան, եղբայրներ ջան, այս ուղղությամբ ես այն օրը մի քանի րոպե երրորդ մասի խմբում կիսվեցի, այսօր չգիտեմ Աստված սրտից մեջ դրեց, այսօր այստեղ էլ ես մի քանի խոսքերը կարդանք, խորհենք, նայենք մեր ընթացքը, նայենք մեր վիճակը, որովհետև օրերը, ժամանակները շատ արագ անցնում։ Մի հատ քույրիկ ունենք 80-ն անցա, ու կես կատակ, կես լուրջ ասում է, ես 60-62 տարեկան եմ, օրերն արագ անցնում։ Հիմա այս մի տարին էլ արագ անցավ, ու երբ որ երեք երիտասարդների հետ սենց զրուցում էինք, խորում էինք, այս ձև հարց էինք գրել, հարց, ամեն մեկս նայում էինք, այս անցնող տարվա մեջ, ինչի համար եմ ես ամենից շատ փոշմանել, այս հարցը պետք է ես իստամ, այս մի տարին Աստված պահեց, ավելի շատ ես ինչի համար եմ փոշմանել, ու հոգևոր մարդը, որ նայում ենք, ամեն ինչ կապում է հոգևորի հետ, որ ես հնարավորություն ունեի մեկին վկայելու, բայց այսօր այդ մեկ էլ չկան ընջելա, այդ հնարավորությունը չունեմ, հիմա դա փոշմանելու է, թե փոշմանելու չի, այսօր ես հնարավորություն ունեի, ուժ ունեի, կարողություն ունեի, այս Աստծո խոսքը մի խոսք իմ կյանքում կյանք դարձնելու, բայց այսօր այդ հնարավորությունը չունեմ, ուժը չունեմ, փոշմանելու է, թե փոշմանելու չի, բայց մարդիկ կան, որ փոշմանել են, այս հաջողության ես պետք է հասնեի, այս քայլ անելով, այս քայլը նյութական չեղավ ու ես հաջողության չհասա։ Հոգևոր մարդը պետք է երկրորդ հարց իրան տա, այս անցնող տարվա մեջ, ինչի համար եմ ես ավելի շատ ուրախացել, որն է իմ ուրախությունը, որն է իմ ուրախությունը։ Ամենքս էլ ամեն բանով ինչ-որ մի բաներով ուրախանում ենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, մարդ ենք, մեկը մի նոր շոր առնում ուրախանում է, հարց այդ ուրախության մասին չի, հարց է ներքուստ ուրախության մասին է, Աստված օրհնի մեր Սիմոն եղբորը, իր ձեռքին ավելի շնորհք տա, ինձ համար մի հատ զալի մեբել հավաքեց, գիտեք, հա ուրախացա որ կա, բայց երբ որ իրիկունը գնացի տուն տեսա, ինձ համար ընդամենը գույների տարբերությունն է, այն մեկը կարաշնվի էր, այս մեկը սպիտակ է, ես ուրախանում եմ կա, բայց դա իմ ներքուստ ուրախությունը չի, քույրեր ջան, եղբայրներ ջան, ինձ համար որ նայն ասեն, հա ինձ համար տարբերություն եղավ,
Այն ուրիշ գույներ, այս մեկ ուրիշ գույն է։ Ես խոսում եմ ներքուստ ուրախության մասին։ Այսօր հոգևոր մարդ ես, որն է քո ուրախությունը, որն է քո փափագը, որն է քո ընտրությունը։ Ու երբ որ տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, կարդում ենք Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ, կներեք 12-րդ գլուխ, 43-44 համարն եմ կարդում։ Երբ որ պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս, խնդրելով եւ չի գտնում, այն ժամանակ ասում է. «Ետ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա եւ գալիս է գտնում նրան պարապ, սրբված եւ հանդարտված, այն ժամանակ գնում է իրանից ավել», էլ չեմ շարունակում։ Տեսեք ժողովուրդ ջան, ասում է պիղծ ոգին երբ որ մարդու մեջից դուրս է գալիս։ Հիմա այսօր մենք որ վերստին ծնված ենք ժողովուրդ ջան, մի ժամանակ այս պիղծ ոգին մեր մեջ էլ ա եղել։ Մարդու ներսում եղել է հպարտության ոգի, մարդու ներսում եղել է չարության ոգի, մարդու ներսում եղել է ատելության ոգի, մարդու ներսում եղել է խաբեբայության ոգի, մարդու ներսում եղել է եսասիրության ոգի։ Ու մեր աղոթքների շնորհիվ, մեր ողբերի աղաչանքի, պաղատանքի շնորհիվ այս չար ոգին, կեղտոտ ոգին Հիսուս Քրիստոսը մեր ներսից հանել է, մեզ մաքրել է, մեզ իր սուրբ հոգու պտուղները մեր ներսում դրել է։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, բայց գալիս է մի ժամանակ, որ երբ որ մարդը արդեն ազատագրվում է, մարդը արդեն մաքրվում է, սրբված է, հանդարտված է, քույրեր ջան, եղբայրներ ջան, այս մարդը արդեն ինչ անում, արխենանում է, արխենանում է։ Ինքը տեսնում է, որ Հիսուս Քրիստոսը լսեց իր աղոթքի պատասխանը, ինքը տենում է, որ Հիսուս Քրիստոսը իրան մաքրեց, ինքը էլ են մարդը չի, ու այդ ժամանակ արդեն մարդը հանգստություն գտնելով ինչ անում, իրան մատնում է պարապուրդի։ Տեսեք, ասում է նորից սատանան մոտիկ է գալիս, ու տեսնում է այս մարդը պարապ է, էլ անելու բան չունի, պարապ է։ Այս մարդու կյանքում չկա էլ աստվածպաշտությունը, այս մարդու կյանքում չկա աղոթքը, այս մարդու կյանքում չկա աղաչանքը, չկա պաղատանքը, պարապ է այս մարդը։ Հոգևոր պարապ մարդ է, այսօր հոգևոր մարդը ինչքան անելիքներ ունի, ինչքան մտքի պատերազմ։ Ես այդ մտքի պատերազմներից հոգնել եմ, իրոք եմ ասում։ Ես այդ պատերազմներից հոգնել եմ, ցանկության պատերազմ ամեն իրավիճակի մեջ։ Եթե մարդը պարապ է, քույրեր ջան, եղբայրներ ջան, ամեն ինչին տեղ է տալիս։ Տեսեք, այսօր շատերս հոգևոր կյանքում պարապ ենք։ Աստված, ինչ որ իրանից էր կախված, Աստված արավ։ Այդ մեղքի ոգին մեր ներսից հանեց, մեզ մաքրեց, մեզ սրբեց, մեզ ձյունի ճերմակ արավ։ Իր խոսքը մեր սրտում դրեց։ Երբ որ կարդում ենք Սերմնացանի առակ, ինչ ասում։ Ասում է խոսքը ընկավ սրտի մեջ։ Այսօր ես եւ դու պետք է մեր խոսքը, մեր սիրտը պարարտ հող դարձնենք։ Ու ոչ մի հողի հետ աշխատող, հողը մշակող մարդ, այս մարդը պարապ չի։ Այս մարդը, որ պարապ եղնի, խախանը գալու է, իր ցանածը խեղտելու է, չի թողալու աչի, էլ պտուղ չի ընդունելու, պտուղ չի տալու։ Այս մարդը ամեն օր իր ցանցի մեջ, իր ցանածի հետ ամեն օր մտնում է, նայում է, տեսնում է կողից ինչ խոտ աճ է, այն մի կողից ինչ մոլախոտ աճ է, տենում է որ միջատն է եկե, տենում է բերքը ջրելու է, մաքրելու է, էտելու է, այս մարդը պարապ չի, որովհետև ուզում է իր ցանած բեժքի արդյունքը ստանա ու վայելի, բայց պարապ մարդը, քույրեր ջան, եղբայրներ ջան, անտառում որ խոտը Աստված ստեղծել է, աճում է, ինչ խոտ ասես դուրս է գալիս, էլ պիտանի, էլ ոչ պիտանի։ Հիմա այսօր բերեք անկեղծ եղնենք, շատերս հոգևոր պարապ ենք։ Սուրբ Հոգին շատերի սրտի հետ խոսում է, ասում է դու ես վիճակի մեջ ես։ Ու երբ որ ես Աստծո ձայնը լսում եմ, ու գնում եմ ոնց որ ուզում եմ, ես պարապ մարդ եմ։ Ես պարապ մարդ եմ։ Ու սատանան է տեսնելով իմ կյանքը, որ ես պարապ մարդ եմ, իմ ներսը դատարկ է,
Կամ իմ ներսը պետք է լցվի Աստծո խոսքով, կամ իմ ներսը պետք է լցվի կենդանի խաչալ Հիսուս Քրիստոսով, կամ եթե չէ, սատանեն պատրաստ աշխարհը լցնելու։ Սատանեն պատրաստ աշխարհը լցնելու։ Մենք միշտ խոսում ենք երեխեքի ձեռքին հեռախոս տալուց, էլի տալիս ենք, ժողովուրդ ջան։ Էլի տալիս ենք։ Այսինքն, տեսեք, եթե ես այդ երեխուն չեմ կարողանում տամ Հիսուս, սատանեն պատրաստ է այդ երեխուն տա աշխարհ։ Սատանեն պատրաստ է։ Այդ երեխու ներսը պետք է լցվի, պետք է այդ երեխու ներսում այդ կառույցը եղնի, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Ես մեկ որ մտնում եմ տուն, իրոք եմ ասում, ես տխրում եմ։ Երբ որ ես մտնում եմ տուն, տենում եմ երեխեն հեռախոսը ձեռին մուլտիկ ա նայում, ուստի իմ տուն մտնելու այդ ներկայությունը չի զգում, ես տխրում եմ։ Այն ինչ որ ես պետք է տամ այդ երեխուն, ես աղոթում եմ, ասում եմ Հիսուս ջան, ինձ իմաստություն տուր, որ ես կարողանամ ինչ-որ մի բան տամ այդ երեխուն, երբ որ ես տուն մտնեմ, այդ երեխեն սպասի, որ ես ինչ-որ մի բան իրան տալու եմ։ Սա այսօրվա իմ իրականությունն է, սա այսօրվա մեր իրականությունն է, որովհետև շատերս քույրեր ջան, եղբայրներ ջան, հոգևոր պարապ ենք։ Դրա համար այս իրավիճակները կա, դրա համար եկեղեցում բժշկությունները քիչացել է, դրա համար եկեղեցում մարգարեությունները քիչացել է, դրա համար եկեղեցում եղբայրը նոր խոսում էր, այն ջերմերանդ են կրակը չկա։ Ինչի, որովհետև ես հոգևոր պարապ եմ։ Աստված օրհնի Արտակ աղբորը այս չորեքշաբթի օրը, որ աղոթքի ժամերը գրեց, ես այս ժամ վերցրեցի։ Այն ժամանակ, որ ժամ չունեինք, մի տեսակ հանգիստ էինք, երբ կուզում էինք աղոթում էինք, երբ հարմար էր աղոթում էինք, բայց հիմա որ ժամը գրել է, արդեն ես գիտեմ այդ ժամի աղոթքը, գիտեք, այդ մի 5 օրվա մեջ, այդ աղոթքի մեջ ես մի հատ հստակ որոշում կայացրեցի։ Ես իմ կյանքում ինչ գիտակից եմ հասել, մինչև որոշում կայացնելս, մինչև խորհրդակցություն չեմ հարցրել, մինչև երկար չեմ մտածել, որոշում չեմ կայացրել։ Բայց այդ աղոթքի ժամանակ մի հատ միտք եկավ, ասավ այս որոշումը հենց հիմա կայացրա, այդ որոշման մեջ հաստատ պահողը ես եմ։ Ու ես այդ որոշումը կայացրեցի։ Ու ես զգում եմ, որ մի հատ իմ ներսում այդ ուժը կա, որ ինձ այդ որոշման մեջ հաստատ ապահում։ Ու երբ որ քանի անգամ իրավիճակ ա եղել, Աստված ներսիցս խոսացել է, ասել է դու այդ որոշումը կայացրել ես, դու այդ որոշման մեջ հաստատ մնա, աչուձաղ մի նայի, զորացնողը ես եմ, ու զորացրել է։ Ու զորացրել է։ Այսօր ինչի չեմ ես որոշում կայացնում։ Ինչի չեմ ես ուզում որոշում կայացնեմ, որ ես մեռած եմ աշխարհի համար ու կենդանի եմ խաչալ հարուցյալ Հիսուս Քրիստոսի համար։ Ինչի չեմ այդ որոշումը կայացնում, որովհետև հոգևոր պարապվիճակի մեջ եմ։ Այնքան զբաղված եմ, այնքան ժամանակ չունեմ։ Այն օրը մի հատ տարիքով մեծ 72 տարեկան պապի վկայում էինք, ու Վազիմ աղբերն էլ էր, զարմացել էինք։ Մազը սպիտակ մարդ, գիտես, հնեց մեղքերի վրա էր պարծենում, որ այդ ամոթալից մեղքեր է, որ դա այդ մեղքերը երիտասարդին չեն վայել, ինչ մնաց մազը սպիտակ մարդուն, բայց ինքը պարծենում է, այդ ում ոգին է, աշխարհի, ինչի համար է պարծենում, որովհետև պարապ մարդը անելիք չունի, ինքը սատանայի, քույրեր ջան, եղբայրներ ջան, սատանայի գործիքն է, ոնց ուզում է այդ մարդուն ծռում է, այդ մարդու համար ես աղոթք եմ անում, որ Աստված այդ մարդու հոգու աչքերը բացի, որ ինքը տեսնի, որ ինքը չի ստեղծվել սատանայի կամքը կատարելու, այլ իր ստեղծող հոր կամքը կատարելու։ Երբ որ կարդում ենք առաջի Հովանու 5-րդ գլուխ 18 համարը, տեսեք ինչ ասում։ Ասում է գիտենք, որ ով որ Աստվածանից է ծնված, մեղ չի գործում, բայց նա, որ Աստվածանից է ծնված, իր անձը պահում է եւ չարը չի մոտենում նրան։ Հիմա տեսեք, քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր շատերս ասում ենք, դե ինչ անենք։ Չի ստասվում, չուզենալով մեղքի մեջ ենք ընկնում։ Ոչ, ուզենալով ենք մեղքի մեջ ընկնում։
Կարանք չուզենալով է մեղքի մեջ ընկնենք, կարանք չգիտակցաբար է մեղքի մեջ ընկնենք, բայց այսօր նայեք քո կյանքը, ես նայում եմ իմ կյանքը, ինչքան իրավիճակներ ա եղել, որ ես ուզենալով ընկել եմ մեղքի մեջ։ Ու հետո ասում ենք, դե ինչ անենք, չի ստացվում, որովհետև ինչի համար չի ստացվում, ասում ա, իր անձը պահում է։ Ինչից է իր անձը պահում, մեղք գործելուց։ Ինչից պետք է հոգևոր մարդը իր անձը պահի, քուրս ու աղբերս, ինչից պիտի պահի, աշխարհից, մեղքից, անօրենությունից, բայց այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, բերեք անկեղծ եղնենք, ինչքան ա եղել մի հատ փոքր իրավիճակ ա եղել, որ կյանքում ավան խնդիր չի եղել, ես սուտ եմ խոսացել, մեկս կշերքի մեջ, մեկս, չգիտեմ, նյութական հաջողության մեջ, ինչքան ա եղել պարեկը կանգնասել ա, շատ չէ, 5000 դրամի խաթր սուտ են խոսում, 5000 դրամի խաթր մարդը սուտ ա խոսում, ինչքան ա եղել, այդ մարդը չեղա, որ իր անձը մեղքից, ստախոսությունից հեռու չի պահում, հիմա ես չգիտեմ, որ ես հպարտ մարդ եմ, որ իմ ներսում այդ հպարտությունը կա, իմ ներսում այդ ատելության ոգին կա, իմ ներսում այդ աննազանդության ոգին կա, ինչի եմ այդ մեղքի արմատին ջուր լցնում, ինչի համար չեմ մի օր ծոմ պահում, հեն քույրեր ջան, եղբայրներ ջան, շատ ժամանակ մենք հոգս ենք գրում, այս խնդիրը ունենք, բայց այդ խնդրի համար դու սկիծում չես պահում, հիմա իմ ցավի համար ես ավելի շատ, ավելի ջերմեռանդ աղոթ կանեմ, թե դու, Աստված օրհնի քեզ, ես չեմ կասկածում քո անկեղծ աղոթքին, ես չեմ կասկածում քո ջերմեռանդ աղոթքին, բայց Աստված նայում այ մարդ, Ենոքը հոգս ա գրել, բայց այդ հոգսի համար ինքը ծոմ չի պահել, այն քույրիկն ավելի լավ ա պահել, այն քույրիկն ավելի, եղբայրն ավելի թախանձակով ա խնդրում, նայում ա իմ սրտին, տենում ա ես պարապ եմ, այսօր այս վիճակների մեջ ենք մենք քույրեր ջան, եղբայրներ ջան։ Ես իմ անձը մեղքից, աշխարհից, աննազանդությունից չեմ պահում։ Ժողովուրդ ջան, դրա համար է Սուրբ Գիրքն ինչ ասում, չարը մոտենում ա նրան։ Դե սատանան տենում ա, որ ես հոգևոր մարդ եմ, բայց քալ չեմ անում։ Հիմա այսօր ստեղ բոլորս եկել ենք պաշտամունքի։ Մի հատ ուզում եմ հարց տամ, ու Աստված օրհնի քո անկեղծության համար այդ պատասխանին, ինչի համար ես եկել ստեղ։ Գիտես, այն օրը մարդը ասում է, եկեղեցում հանգիստ է, գալիս եմ, թեթևանում եմ, հանգստանում, դառնում եմ բմբուլ ու գնում եմ տուն։ Բայց դա քիչ է։ Դու ընտրություն պետք է անես։ Շատերն ասում է, թե գիտես ինչ, մերս գալիս է, որպեսզի մերս մենակ չեղնի, մորս հետ գալիս եմ։ Արի լավ ես անում, Աստված օրհնի քեզ։ Բայց դու մորդ այդ վիճակով չես կարա երկինք մտնես։ Շատերն ասում է, դե գիտես ինչ, ժամանակ է, անց եմ կացնում։ Բայց շատերն է գալիս են, որ մաքրվեն, որ սրբվեն։ Այսօր եթե դու, ես եկել ենք Աստծո տուն, ու քայլ չենք անում մաքրվելու, սրբվելու, քայլ չենք անում մեղքից հեռու կյանք ապրելու, քույրեր ջան, եղբայրներ ջան, սատանեն մոտենալու ա մեզ, դա ես չեմ ասում։ Դա Աստծո խոսք ասում է ինձ ու բոլորիս։ Դա պատկերացրեք տանը մենակ եմ, ծարավ եմ, ջուր եմ ուզում, ինչ եմ անում, ասում եմ ծարավ եմ, վերջ, տեղիցս վեր եմ կենում, գնում եմ, բաժակը վերցնում, ծորակը բացում, ջուրը լցնում, այսինքն գործողություններ եմ անում։ Այդ ծարավը որ հագենա, այսօր մենք հոգևոր մարդ ենք, բայց այդ գործողությունները չկա, ծոմ, ողբ, աղաչանք, խոստովանություն, ներման սիրտ, ինչ ճանաչող աչքեր ես չունեմ, ինչ ճանաչող վիճակ չունեմ, բայց ես ինչ չեմ ճանաչում, ես ոնց կարամ իմ անձը մեղքից աշխարհից հեռու պահեմ, ես լավն եմ, ես բարի եմ, իմ աչքերով, այն մարդ այդ լավը մի կողմ դիր, դու քո ներսի վատը գիտես,
Այդ վատի համար աղոթք արա, այդ վատի համար պատերազմի, այդ լավը մի կողմ դիր, այդ լավը որ կա դա ինձանից ու քեզանից չի, դա երկնային Աստծուց է։ Այդ մի կողմ դիր, այդ Աստծո շնորհն է, այդ Աստծո շնորհը մի կողմ դիր, քու ներսի վատը նայի, քու ներսի վատով ապրի, քու ներսի վատի համար պատերազմի։ Այդ թողել ենք ու լավին ենք նայում։ Երբ որ կարդում ենք Մատթեոս 20-րդ գլուխը, այդ առակը բոլորս գիտենք, որ մի մարդ առավոտ դուրս եկավ իր այգում աշխատող տարավ, ասում է ժամը 3-ին դուրս եկավ երրորդ համարում, ասում է հրապարակում պարապ կանգնած էին։ Տես, մարդիկ են պարապ կանգնել էին, անելու բան չունեին։ Ասավ ինչ եք պարապ կանգնել, եկեք գնացեք իմ այգում աշխատեք, ես ձեզ ինչ կանեմ, կվճարեմ։ Այսօր այն մարդը, որ հոգևոր պարապ մարդ է, այս մարդը գանձեր երկինք չի կարա ուղարկի քուրս ու աղբերս։ Այսօր եթե ուզում ես դու գանձեր ուղարկես երկինք, դու պետք է հոգևոր քու համար ժամանակ հատկացնես։ Մինչև մարդը Աստծո խոսքին տեղ չտա, հիշում եք ինչ ասավ, այդ սերմը որ ընկնեմ ասում է պտուղ է տալիս 160-30, պտուղ է տալիս։ Այսօր եթե այդ սերմը Աստծո խոսքը քու կյանքում 100 պտուղ չի տալիս, դա չի նշանակում, որ այն մեկի կյանքում չի տալիս։ Այսօր ես նայում եմ Աստծո խոսքը իմ կյանքում պտուղ չի տալիս, ու ասում եմ դե չէ, իմ կյանքում 100 չի տալիս, բայց այն քույրը, այն անկեղծ եղբայրը, որ իր սիրտը բացել է, տեղատվի Աստծո խոսքին, այն քույրիկի եղբոր կյանքում 100 պտուղ է տալիս։ Եթե Աստծո խոսքը իմ կյանքում 60 պտուղ չի տալիս, դա չի նշանակում, որ Աստծո խոսքը չի կատարվում։ Դիմացինի կյանքում է տալիս, 30 է տալիս։ Եթե իմ կյանքում Աստծո խոսքը պտուղ չի տալիս, քուրս ու աղբերս, խնդիր իմ մեջ է։ Խնդիր իմ մեջ է։ Դրա համար աղոթքից առաջ խնդրեմ, գնացեք կարդացեք Հովանու ավետարան 15-րդ գլուխը։ Պարզ ասում է, Հիսուսն ասում է, ես որդն եմ, Աստծով սնված, մեծացած Աստծո խոսքով, երկնքով, ասում է դուք ճյուղերն եք, այսօր պատկերացրեք խնձորի արմատ եղնի, ճյուղերն էլ են խնձոր տալու։ Խոսքը չի վերաբերվում պատվաստին, այն ինչը որ մարդկային միջամտությունը կա, դրան չի վերաբերվում, այն ինչը որ բնական Աստված ստեղծել է։ Այսօր շատերս այդ Աստծո հետ հաղորդ ենք, մենք ճյուղեր ենք, մենք սնվում ենք Հիսուս Քրիստոսից, բայց ինչ պտուղ եմ տալիս։ Ինչ պտուղ եմ տալիս։ Ոնց կարա Հիսուս Քրիստոսից սնվող մարդը մինչև հիմա ատելության մեջ եղնի, մինչև հիմա չարության մեջ եղնի, մինչև հիմա հպարտության մեջ եղնի, մինչև հիմա իրան տեսնի, ու էլ ոչ մեկին չտեսնի, ոնց կարա։ Մենք ունենք ավետարան, մենք ունենք Աստծո խոսք, եթե ես ինձ ամեն օր այս խոսքով չքննեմ, եթե ամեն օր ես ինձ այս խոսքով չդատեմ, քուրս ու աղբերս, ես վերջի օրը դատապարտվելու եմ, մի դատի որ չդատվես, այսօր ես շատերին եմ դատում, այն մարդ ինձ դատեմ, իմ վիճակը տեսնեմ, իմ ցավը տեսնեմ ու դրանով